Հիմա աշխատանք ունեք։ Ճիշտ ասած դեռ փնտրում եմ ու հիմա եկել եմ այստեղ Հայաստան։ Մենք հիմա չստացվի որ մանեմ խոստում եմ, բայց քանի որ Բերքլի համալսարանը կավարտել ուրախ կլինենք, եթե տարբերակ լինի պետական կառավարման համակարգում։ Ինչ մասնագիտություն։ Քաղաքագիտություն։ Որտեղից եք։ Ես Լոս Անջելեսում եմ ապրում, բայց Բերքլի եմ ընդունվել։ Բա հիմա այստեղ ինչ եք անում։ Այստեղ եկել եմ պապիկիս մոտ։ Պապիկը որտեղից է։ Գյումրից։ Այսինքն Գյումրից եք ինչ Լոս Անջելես վեր։ Էսա սեկտերը կփակեք չենք թողել։ Լոս Անջելեսում եմ մեծացել, բայց Վեր ձեզ էլ չենք թողելու Հայաստանից գնաք։ կարող եմ ձեր հետ նկարվել։ Եթե այսինքն ուզում եք Հայաստանում աշխատել։ Այո, մեծ ցանկություն կա։ Հա, չէ, պիտի Իմ աշխատանք չեմ կարող առաջարկել։ Ուրիշ մի բան։ Բերքլից հետո մարդիկ չի համաձայնվել։ Կարող եք մեզ նկարել։ Չէ, կատակը մի կողմ, բայց բան կանենք։ Գնայինք։ Ում մոտ եք թողում տվյալը։ Տիկին Բաղդասարյան վերցրեք։ Շնորհակալություն շատ հաջողություն։ Հիմա ընդհանրապես իմիջայլոց, քանի որ առիթ եղավ, խոսեմ, այս որ նոր կատարողականի վրա հիմնված գնահատման համակարգը պետական կառավարման համակարգի նաև այդ նպատակը ունի, որ աշխարհի top 200 համալսարաններում սովորած շրջանավարտներին մենք հիմա սկսելու ենք ակտիվորեն ներգրավել պետական կառավարման համակարգ։ Ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Կապը հետևյալն է, քանի որ մարդիկ իրենց կրթության վրա մեծ ներդրումներ են արել, նրանք ովքեր ընդունվել են, եւ նրանք հիմնականում ենք տեսնում ենք, որ պետական կառավարման համակարգում աշխատանքը իրենց համար գրավիչ չի, որտեղ մարդիկ, ասենք, մարդկա ուսանողական վարկ ավերցրել եւ այլն պետքա փակի։ Հիմա մենք պետք է անենց անենք, որ պետական կառավարման համակարգում իրենց աշխատելը լինի գրավիչ, բայց դա մենք ոչ թե իրենց համար ենք անում, այլ քաղաքացիների, իրենց առաջին հերթին քաղաքացիների, որովհետեւ ինչքան պետական կառավարման համակարգի աշխատանքը էֆեկտիվ լինի, այնքան ավելի արդյունավետ կլինի քաղաքացիների համար։ Էս է մեր տեսլականը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։